Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Անհուսալի վարկեր ունեցողներին օգնության է հասնում կառավարությունը։ Աջակցություն կստանան այն վարկառու ֆիզիկական անձինք, որոնց բոլոր վարկերը 3 եւ ավելի տարի դասակարգված են անհուսալի դասով, եւ միևնույն ժամանակ մայր գումարի պարտավորությունը չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Այս արտոնությանը պոտենցիալ շահառու է 300,000 մարդ, նրանցից 40,000-ն այս պահին ունի զբաղվածություն ու կարող է իր եկամտահարկով մարել վարկը։ Անհուսալի վարկ ունի 3 տարի եւ լսում ա որ այդեն ծրագիր կա, ես որ այդպես լինեի, բոլոր գործերը կթողնեի, կգնայի, կդիմեի, որ արագ այդ պատմությունից ազատվեմ։ Վարչապետի ուշադրության կենտրոնում նաև գենդերային անհավասարությունն է։ Ասում է, քանի որ բնակչության մեծամասնությունը կանայք են, կարևոր է, որ նրանց ներուժը լիարժեք օգտագործվի։ Տեխնոլոգիական ոլորտում մենք աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկը ունենք, եթե ոչ ամենաբարձրը, կանանց ներգրավվածության։ Ըստ Փաշինյանի, հանրության մեջ կարծիք կա, թե քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է, այնինչ հակառակն է։ Քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է։ Հիմա կառավարությունը ուղիներ է փնտրում, թե ինչպես տղաներին մոտեցնի կրթությանը, հանրային կյանքին։ Երգչախմբում երգելը, հասկանում եք, դե բա ոնց երգչախմբում երգել, այստեղից սկսվում է, երգչախմբում երգել, աշխատախմբում աշխատել, դասարանում սովորել, բուհում սովորել, ոնց գնացել եք բուհում փոխանակ դուրս գաք տենակ, ինչ կա հայատներում, կողքի բաներում, սադերում, բանում պրոցեսներ են գնում, դուք գնացել եք բանում, լսարանում նստել եք ու սկսվում է դեգրադացիան։ Այդ հետո իր հետ գնում է բանակ։ Հայաստանում կա նաև բռնություն, թիրախը կանայք են։ Բռնությունը կանխելու համար հստակ գործիքների անհրաժեշտություն է տեսնում վարչապետը։ Վերբալ բռնությունն էլ է բռնություն։ Փաշինյանը ասում է նաև, երբեք չի հասկացել այն մշակույթը, որ փոքր տարիքից երեխային սովորեցնում են հայհոյել։ Ասենք որ մեկ էլ տանը հյուրեր են հավաքում, ասենք բանը, միջոցը ոնց որ մարդիկ նորմալ նստած շփում են, մեկ է արի, ասա դե բանին ինչ ես ասե, տատիկին ինչ ես ասե։ Ժողովուրդ կներեք, սա չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն։